Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայ առաքելական եկեղեցու շուրջ տեղնոցողի համատեքստում իր մտահոգությունը հայտնեց եւ նշեց, որ Ռուսաստանը ուշադիր կերպով հետևում է տեղնոցող զարգացումներին։ Հայաստանի իշխանությունները անմիջապես արձագանքեցին Լավրովին, նշելով, որ Լավրովի ասածը դա Հայաստանի ներքին գործերին միջամտելու իբրև թե փորձ է, եւ իշխանությունները, որոնք երբևէ չեն արձագանքել Ալիևին կամ Մակրոնին, որոնք իրապես միջամտում են Հայաստանի ներքաղաքական կյանքին, հակառուսականության ստույցան նոր դոզա են սկսել ներարկել հայ հանրության շրջանակներում։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր ես զրուցելու եմ քաղաքագետ դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցի հետ։ Պարոն Սուրենյանց, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես նշեցի, որ բավական կոպիտ կերպով իրենք արձագանքեցին Լավրովին, բայց տեսեք, իրենք օրինակ չարձագանքեցին Մակրոնին, կամ իրենք չեն արձագանքում երբևէ Ալիևին կամ Փաշազադային, ինչով է սա պայմանավորված։ Դուք կհիշեք երևի, որ շուրջ 1 ամիս առաջ Լավրովի հետ միասին համատեղ ասուլիսի ընթացքում Միրզոյանը փորձում էր հնարավորինս քողարկել հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությունը, ավելին միայն մի քանի անգամ շեշտեց, որ ԵՄ գնալու օրակարգ չկա եւ այլն եւ այլն։ Այսինքն արտահայտում էր մտքեր, որոնք հաճելի են Լավրովի ականջին։ Երեք Միրզոյանը որոշեց հակառուսական ստրիպտիզ բեմականացնել Կալասի ներկայությամբ, թերևս եթե Կալասի ներկայությունը չլիներ, Լավրովին մի քիչ այլ ձևով արձագանքեր Միրզոյանը, ավելի զուսպ ենթադրում եմ, բայց մենք բազմաթիվ անգամներ ենք տեսել, որ Հայաստանի իշխանությունը եվրոպական հարթակներում կամ եվրոպացի պաշտոնյաների ներկայությամբ այդ հակառուսականության մեծ դոզա է ներարկում։ Սա թերևս ինքնիշխանության մասին իրենց մակերեսային պատկերացումների մասին է։ Մարդկանց ինքնիշխանականությունը կամ ինքնիշխանության պատկերացումը պրիմիտիվ հակառուսականությունն է, որը ի վերջո բերելու է կամ Հայաստանի վիլայեթացման կամ ավելի ռուսական ազդեցության ավելի մեծացման, որտեղ դա որևէ կապ չունի ինքնիշխանության հետ։ Խնդրին գալով պետք է նկատել, որ Ռուսաստանի արձագանքը հայաստանյան վերջի իրադարձություններին նույնիսկ չափավորից մեղմ է, որովհետև օրինակ Պեսկովը ընդհանրապես որևէ գնահատականին նմանվող բան նույնիսկ չի ասել, 3 անգամ կրկնել է, որ դա Հայաստանի ներքին գործն է։ Եվ իրենք չեն միջամտելու։ Եվ չեն միջամտելու։ Ինչ եմ ասում չափավորից ավելի մեղմ է, որովհետև գլխավոր ֆիգուրանտներից մեկը ձերբակալված Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է եւ ամենևին էլ ոչ պատահական քաղաքացի, այսպես ասենք, եւ Ռուսաստանը կարող է շատ ավելի, այսինքն լեգիտիմ հիմք ուներ շատ ավելի ակտիվ միջամտության համար, բայց ինչպես տեսնում ենք, նրանք ներքաղաքական կյանքին միջամտելու առիթ չեն տվել, գուցե դիվանագիտական խողովակներով, օրինակ Սամվել Կարապետյանի հարցով ակտիվ զբաղվում են, բայց առիթ չեն տալիս, որպեսզի ներքաղաքական միջամտության տպավորություն ստեղծի։ Բայց փոխարենը հենց նույն Կալասը, Մակրոնը շատ ավելի բովանդակային արտահայտություններով են միջամտում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին, հատկապես Մակրոնի պարագայում դա գեղձ ստացվեց, որտեղ ըստ էության նա պաշտպանում էր ոչ թե ինստիտուցիոնալ ժողովրդավարությունը, այլ քաղաքական տերորը, որում քաղաքական գործողություն էր պաշտպանում, որը առնվազն նպաստել է Հայաստանի հասարակության ներսում բևեռացման խորացմանը։ Ավելորդ է ասել, որ Մակրոնի այս հայտարարությունը ոչ միայն ժողովրդավարությունն է ինքնին վարկաբեկում, այլ ստվերում է հայ-ֆրանսիական հարաբերությունները շատ լուրջ ձևով։ Սա հետևանքները մենք դեռ կզգանք, հիշում եք 2000-ականներին կամ 90-ականների վերջին Ռուսաստանը պարբերաբար այտենց խրախուսում էր այդ օրերի իշխանությունների գործողությունները Հայաստանում, ինչի վերջո տեսանք ինչպիսի ազդեցություն ունեցավ
հայ-ռուսական հարաբերությունների մասին մեր հասարակության ընկալումների վրա, նաև դա նպաստեց, չէ, այսօրվա այս ճգնաժամին։ Նույնը շատ ավելի կոպիտ ձևով անում է Ֆրանսիան, ընդ որում Մակրոնի տեքստում վտանգավոր էր նաև այլ հատված, որտեղ նա ըստեյության էլի խոսում էր Փաշինյանի խիզախ որոշումների մասին, որոնք վերաբերում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, երբ որ խոսվում է Փաշինյանի խիզախ որոշումների մասին, ակնհայտորեն ակնարկ է արվում, որ էլի Հայաստանը պետք է նշաձող իջեցնի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Մի անգամ հիշում եք, նույն Մակրոնը նման հորդոր արել էր Հայաստանի իշխանությանը 2022 թվին, որը վերջացավ են տխրահարճակ Պրագայի հայտարարությամբ, եւ Մակրոնը պարզ ասենք դարձավ այն պաշտոնյաներից մեկը, որ Արցախի կործանման գործընթացի առաջ կանաչ լույս վառող օտարերկրյա պաշտոնյաներից մեկն է, Միշելի հետ միասին, հա։ Հիմա փաստորեն Մակրոնի ուղերձը այսպես կարող ենք հասկանալ, դու անում ես մեր ցուցումները արտաքին քաղաքական հարցերում, ստանում ես carte blanche քո ներքին հակառակորդներին, հա, չեզոքացնելու հարցում, սա էթիկապես շատ վատ հայտարարություններ, որը կրկնում եմ, ազդելու է հայ-ֆրանսիական հարաբերությունների վրա։ Էլ չեմ ասում ինքնիշխանությունից խոսում է մի երկրի ղեկավար, որը պարտաճանաչ աշակերտի կոմպլեքսով կատարում է բոլոր հրահանգները, որ գալիս են Բաքվից։ Մեր հասարակությանը թերևս պիտի աչքերը բացենք կամ անդադ շեշտենք, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ռուսական ուղեծրից դուրս հանելով դեպի կոմֆորտ արևմուտք չի տանում։ Եթե մեզ օրինակ բոլոր ընդդիմախոսներից անվանում են գուբերնիստներ, նման մի արտահայտություն չէ կա, որով պիտակավորում են այս ռեժիմի գրեթե բոլոր ընդդիմախոսներին։ Ուրեմն իրանք էլ վիլայեթացման կամ թրքացման քաղաքականության կողմնակիցներ են, որտեղ քայլ անգամ Հայաստանը Եվրամիությանը չի մոտեցել, քայլ անգամ դեպի արևմուտք ինտեգրացիան չի խորացել եւ այս քաղաքականությունը, այս ակլորությունը ճակերտավոր, որ արտահայտվում է ռուսական ազդեցության չեզոքացման ուղղությամբ, ընդհանրապես առաջացնում է մի վակուում, որը պետք է լրացվի թուրքական ազդեցությամբ, ավելի պարզ ասած, անվտանգային թեկուզ անկատար ռուսական համակարգը Նիկոլ Փաշինյանը ուզում է թուրքական հովանոցով փոխարինել, սա այլևս ակնհայտ է, կարգի ակնհայտ է, որ նույնիսկ իշխանության սպիկերները չեն թաքցնում։ Նիկոլ Փաշինյանը գրոհեց մայրաթոռը եւ բավականին ծանր եւ էմոցիոնալ լարված օրեր այդ օրը, որը ավարտվեց սրբազանից մեկի ձերբակալությունով եւ կալանավորմամբ։ Ինչ խնդիր է այդ օրը փորձում լուծել Փաշինյանը։ Այդ օրը չէ, ընդհանրապես վերջին մի 2-3 ամսվա ընթացքում եւ ես կարծում եմ, որ մի շարք իրադարձություններ բերեց դրան Նիկոլ Փաշինյանին, այդ թվում մունիցիպալ ընտրություններում իր քաղաքական ուժի կրած ծանր պարտությունը, սա մեկը չէր, երկուսը միանգամից։ Նիկոլ Փաշինյանը ապրիլ-մայիս ամիսներից բացահայտորեն մի քաղաքականության մեջ է, որը կոչվում է անցում ավտորիտարիզմից տոտալիտար կառավարմանը։ Այն ինչ մենք հիմա տեսնում ենք, դա է։ Ավելորդ թե ասել, որ այս իշխանությունը երբեք էլ դեմոկրատական չի եղել, որտեղ նույնիսկ բարձր վարկանիշի պարագայում սա դեմոկրատական ռեժիմ չի եղել։ Եղել է օխլոկրատիա է եղել, այդ 2018-20 թվերին, հետո սկսեց ավտորիտարիզմով փոխարինվել, իսկ հիմա բացահայտ տոտալիտար կառավարմանն է անցում կատարում, իսկ ըստ օրինակ Արենտի ինչով է տոտալիտարիզմը տարբերվում ավտորիտարիզմից եւ թե ավտորիտարիզմը սահմանափակվում է ռեժիմի համար ռիսկերի չեզոքացմամբ, տոտալիտարիզմը ավելի ագրեսիվ դրսևորումներ ունի եւ կոչված է հասարակական բոլոր ոլորտների նկատմամբ տոտալ վերահսկման,
հենց այն ինչով զբաղվում է հիմա Նիկոլ Փաշինյանը։ Օրինակ նա տենչում է ունենալ հոգևոր գծով տեղակալ կաթողիկոսի փոխարեն։ Օրինակ ոնց որ նախագահի պաշտոնին նստած է մեկը, որը վարկաբեկում է այդ ինստիտուտը եւ ավելի շուտ Նիկոլ Փաշինյանի վարչական գծով տեղակալի դերակատարություն ունի եւ դակում է բոլոր որոշումները, որ ստանում է, կամ մարդու իրավունքների ՄԻՊ-ի պաշտոնում նստած է մեկը, որը էլի Նիկոլ Փաշինյանի պատկերացումներով է պաշտոնավարում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը նույն ձև ուզում է ունենալ կաթողիկոս, որը ըստ էության հիերարխիկ կախվածության մեջ կլինի իրենից, հա։ Այսինքն այս տոտալիտար կառավարմանը անցնելու մղումն է, որ Նիկոլ Փաշինյանին դրդում է նման գրեհիկ աննախադեպ հարձակումներ, այդ թվում մայրաթորի դեմ, որտեղ դիմադրության ամենալուրջ կենտրոններից մեկն է հայ առաքելական Սուրբ եկեղեցին, Նիկոլ Փաշինյանի տոտալիտար ձգտումները եւ ներքին մոտիվացիա ունեն եւ արտաքին։ Ներքինը պարզ է, մոտենում են 2026 թվականի ընտրությունները, իսկ ընտրություններում Նիկոլ Փաշինյանը նույնիսկ ավտորիտար կառավարման ոճով հաղթել չի կարող, այսինքն այդ վարչական ռեսուրսի գրեհիկ չարաշահմամբ, ընտրությունները պետք է ձևական մի միջոցառում դարձնի Նիկոլ Փաշինյանը, որպեսզի կարողանա հաղթել։ Ուրեմն ներքին բաղադրիչը դա է, վերարտադրության ռիսկերն է չեզոքացնում, արտաքինը շատ պարզ է, այդ իրական Հայաստանի կոնցեպտի տակ է տեղավորում ամբողջ Հայաստանից, դա իրականում Արևմտյան Ադրբեջանի կոնցեպտն է, իսկ Նիկոլ Փաշինյանի արտաքին պատրոններին Անկարայում եւ Բաքվում դարձյալ պետք է, որ Հայաստանում մի տոտալիտար համակարգ լինի, որովհետեւ խոչընդոտ իրենց գիծը իրականություն դառնա Հայաստանի ներքին կյանքում։ Մոտավորապես այսպիսին է վիճակը, այսինքն բացահայտորեն գործ ունեն կոլաբորանտ իշխանության հետ, որը տոտալ վերահսկողության տակ է ուզում առնել Հայաստանի հանրային քաղաքական, սոցիալական, հոգևոր կյանքը։ Իդեպ եկեղեցու դեմ այս վերջին արշավը ավելի սաստկացավ հենց Թուրքիա կատարած այցից հետո եւ շատերի դիտարկմամբ նաեւ հենց դրանով էր պայմանավորված այս ագրեսիվ կեցվածքը, որ նա դրսևորում է։ Գիտեք, ես մի օր եթե մի բան պարզվի, չեմ էլ զարմանա, եթե մի օր պարզվի, որ շատ գործընթացներ Նիկոլ Փաշինյանը ոչ թե ուղիղ հրանգով է իրականացրել, այլ ինքն է նախաձեռնողը եղել Էրդողանից կամ Ալիևից ինչ-որ քարտ բլանշ պոկելու համար։ Էդ էլ չեմ զարմանա ես, որտեվ ակնհայտորեն ասում եմ, գերազանցիկ աշակերտի բարդույթով է տառապում Նիկոլ Փաշինյանը։ Այդ այցը պատմական է, ինչ է իրենք որակում։ Իսկապես, եթե Հայաստանը մի adekvat ղեկավար ունենար, հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում կատարված որևէ նշանակալի քայլ կարող էր պատմական արդյունք ունենալ։ Օրինակ, Թուրքիան ավելի բալանսավորված դառնար։ Օրինակ, Թուրքիան ցկտեր ավելի անաչառ մոդերատորություն ստանձնել հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Դրանք իհարկե նույնիսկ տեսականորեն հնարավոր չեն։ Նիկոլ Փաշինյանից անկախ պատճառներով ընդ որում, որովհետև միայն Նիկոլ Փաշինյանի պես տարական գիտելիքներից պակաս, միջազգային հարաբերությունների տարական գիտելիքներից պակաս մարդ է կարող է մտածել, որ առանց անվտանգային որևէ համակարգում ինտեգրված Հայաստանը կարող է ինքնուրույն հայ-թուրքական հարաբերություններ կարգավորել առանց վնասներ կրելու։ Բայց դա թողենք, Թուրքիայի այցի նրա հիմնական հետևանքը պիտի լիներ, այսպես պոզիտիվ նայենք, Թուրքիայի ավելի կառուցողական դառնալը կամ ավելի քիչ ագրեսիվ լինելը, բայց ընդամենը 1 օր հետո այդ հանդիպումից Ստամբուլում տեղի ունեցավ ամենահակահայկական դրսևորումներից մեկը իսլամական համագործակցության կազմակերպության այդ բանաձևերը, որոնք ամբողջովին լեգիտիմացնում էին Ադրբեջանի օրակարգը եւ բնականաբար Ադրբեջանի եւ Թուրքիայի հովանավորությամբ են ընդունվել այդ բանաձևերը։ Հիմա
Հետևաբար այո տպավորություն է, որ թուրքական Նիկոլ Փաշինյանը կատարում է բոլոր քայլերը, որպեսզի որոնք բխում են թուրք-ադրբեջանական վասալիտետի իմպերատիվից։ Այդպիսի տպավորություն Ինչ հետևանքներով է սա հղի։ Շատ պարզ է, եթե քաղաքականությունը շարունակվում է, Հայաստանը ըստ էության դառնում է ադրբեջանական ենթապետություն, սա արտաքին քաղաքական առումով կամ մեր պետականության ընթացքի առումով, ներքին հարաբերությունների առումով էլի շատ պարզ է ամեն ինչ, ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը երկընտրանքի առաջ է, լավ ուրիշ չի, որ նա գնում է տոտալիտար կառավարման գործիքների օգտագործմանը, որտեղ ի վերջո ամբողջովին մարգինալացվում է, այլ ձև չունի իշխանությունը պահպանել։ Ընդհանրապես երկընտրանքը Նիկոլ Փաշինյանի է սա, կամ 2026-ին մոտենալ որպես իշխանությունը հանձնելու, քաղաքակիրթ հանձնելու վերջի տարբերակի, դա իր վերջի տարբերակն է քաղաքակիրթ իշխանություն հանձնելու, կամ նա կարող է ավելի տոտալիտար քայլերի գնալ, փնթի բռնապետական ինչ-որ համակարգ հաստատել, բայց ամիսներ կամ մի որոշակի ժամանակահատված հետո դա հանգեցնելու է տարերային հուզումների Հայաստանում եւ ցնցումներով փոփոխության։ Այսինքն Նիկոլ Փաշինյան հիմա ինչ-որ անում է արդեն իր շրջապատի, իր ընտանիքի անվտանգության հաշվին, որովհետեւ նա այրելով քաղաքակիրթ հեռանալու բոլոր կամուրջները ըստ էության ստեղծում է մի իրավիճակ, որ ինքը ամեն գնով փորձի պահպանել իշխանությունը, իսկ հնարավոր ցնցումների եւ համաժողովրդական ցասման դեպքում չեն աշխատելու անվտանգային որևէ երաշխիքներ։ Շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծում Հայաստանի համար։ Վերջին օրի ձերբակալությունների համատեքստում հայ հանրության շրջանում այսպիսի մի կարծիք է ձևավորել, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը մտցրել է 1937 թիվ։ Արդյոք համամիտ եք վերոբյալ մտքի հետ։ Տոտալիտար կառավարումը հենց դա է։ Ինչի ես ասեցի, որ ավտորիտար ռեժիմից դուրս է գալի, որովհետև օրինակ ավտորիտար բազմաթիվ ռեժիմներ կան, որտեղ այն քայլերը, որոնք Նիկոլ Փաշինյանը արվում են, նույնիսկ այդ ավտորիտար ռեժիմի համար դրանք ռացիոնալ չեն։ Բացի այդ, դուք որպես պատմաբան թերևս պատահական 30-ականների համեմատությունը չարեցիք, որովհետև վերջին անգամ Վեհարանի դեմ նման գրեիկ ոտնձգություն իսկապես 1938 թվին կարծեմ, 38 թվի ապրիլի 5-ին կամ 6-ին է եղել, երբ որ բոլշևիկյան NKVD-ի գործակալների ձեռամբ խեղդամահ արվեց Խորեն կաթողիկոսը, այն ինչ կատարվեց ամսի 27-ին, հունիս ամսի 2025 թվի, իր բովանդակությամբ շատ քիչ էր տարբերվում այդ ակցիայից, հատկապես ասեմ ինչու, եթե այնտեղ առաջադրանքի կատարման համար ուղարկվում են դիմակավորված ԱԱԾ-ականներ կամ իրավապաններ, պարզ է, չէ ինչի համար է դա արվում։ Դիմակավորված օգտագործվում են այնպիսի օպերացիաների ժամանակ իրավապանները, որտեղ կարող են կրակոցներ լինել, զոհեր լինել, որպեսզի հետո իդենտիֆիկացիա չլինի։ Այո, շատ պարզ պատճառներով, որպեսզի, այսինքն միայն այն հանգամանքը, որ սիմվոլիկ առումով նույնիսկ ընդհանրականություն կա 1938-ի ապրիլի 5-ի իրադարձության եւ 2025-ի հունիսի 27-ի դեպքերի միջև արդեն խոսում է ռեժիմների ընդհանուր լինելու մեջ։ Իհարկե հիմա 21-րդ դարն է, զանգվածային այդ բռնաճնշումները ինչպես Ստալինի ժամանակ էր լինել չեն կարող, բայց եկեք համաձայնվեք, որ 21-րդ դարի համար չափազանց խոսուն է այն հանգամանքը, որ ընդամենը երկու շաբաթվա ընթացքում քաղաքական մոտիվով 20 մարդ է կալանավորվել Հայաստանի մոտ 20, թիվը կարող է մի քիչ շփոթեմ, 15-16 հոգի սրբազանի գործով, Աչապայանը,
Սամվել Կարապետյանը մոտ 20 մարդ կալանավորվել է։ Այն էլ ինչպիսի օրինակ որևէ մեկին, եթե նույնիսկ մի տարի առաջ ասենք, որ Հայաստանում գրեթե միաժամանակ կալանավորվել են աշխարհի ամենահարուստ հայ մարդը, հոգևոր կառույցի երկու ամենահեղինակավոր սրբազաններ, այդ մեկը երևի մեծ ծաղր էր, որտեղ նման տեսարանը թվում էր անհնարին։ Օրինակ անցած տարի այս օրերն էր գրեթե։ Անհնարին էր թվում նաև Արցախի հանձնում։ Այո, այս օրերին անցած տարի, եթե հիշում եք, ոստիկանները ճիշտ է բռնություն էին կիրառում սրբազան շարժման շատ ներկայացուցիչների հանդեպ, բայց հիշում եք դիստանցիա էին պահում Բագրատ Սրբազանից որոշակի։ Դա բացատրվում էր վեղարով, Բագրատ Սրբազանի կերպարով եւ այլն։ Հիմա այդ կարմիր գծերը լրիվ հատվել են։ Եվ այս շատ տեղին է Սերժ Սարգսյանի մի վերջի դիտարկումներից մեկը այդ հայկական համալսարանի ու կնդիրների հետ, երբ որ ասում են հասել ենք հատակին, անդադվում այլ իշնելու տեղ չկա, մեկ էլ մեկը տակից տկ-տկ անում, ներսա ավելի ներքև հրավիրում։ Հիմա այդ վիճակում ենք գտնվում, այո, թվում է թե զարմացնել հայ հասարակության հնարավոր չի։ Տեսեք, երկու, չգիտեմ ինչ ասեմ, խայտառակ ազգային ամոթի երկու դրսևորում արդեն այս իշխանության օրոք եղել է։ Մասշտաբային երկու, տասնյակը կարող եմ նշել։ Արցախի կործանում, Մայրաթորի վրա ռազմական ներխուժում։ Հետո որ մեկս կպատկերացներ, որ օրինակ կաթողիկոսի կամ նախկին նախագահների դեմ այս կարգի գռեհիկ բառամթերքով ու գռեհիկ բառամթերքով ու վարքագծով հարձակում կլինի։ Թիրախավորվում են բոլոր նրանք, ովքեր երրորդ հանրապետության ակունքներում են եւ կայացմանն են։ Դե հիմա ինչպես եք պատկերացնում, պետք է օրինակ պետականության հիմնադիր նախագահին թիրախավորի, որպեսզի իր պարտությունների ողբերգականություն տեսանելի չլինի իր ձախողումների։ Ցատուկ դրա համար էլ անում է։ Կամ մարդկանց մոտ հարցա չէ առաջանում, ինչ ինքնիշխանություն է ստեղծում, եթե դա 91 թվին արդեն հռչակվել է, չէ՞։ Հեսա բնականաբար դրա համար ենք նա հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանի վերջի շրջանում թիրախավորում եւ ավելին ասեմ, խայտառակություն է։ Միջազգային մամուլի վերջին անդրադարձները Հայաստանին կապվում են ոչ նորմատիվ մի բառի ու երևույթի հետ, որը շրջանառու դարձավ Նիկոլ Փաշինյանի անտակտ գրառումների հետևանքով։ Մենք դեպք գիտենք, որ ղեկավարին, որևէ ղեկավարի կամ առաջնորդի սոցիալական ցանցերը ամբողջովին արգելափակել են քաղաքական դրդապատճառներով։ Օրինակ Թրամփին հիշում եք, բոլոր սոցիալական ցանցերը, այն Twitter-ը, Facebook-ը ժամանակին արգելափակեցին Կապիտոլիումի վրա գրոհից հետո։ Դա քաղաքական որոշում էր։ Բայց ցերևս Նիկոլ Փաշինյանը դարձավ առաջին հայ ղեկավարը կամ առաջի ղեկավարը աշխարհում ավելի շուտ, որի Facebook-յան գրառում է հեռացվում անտակտության պատճառով։ Սա ողբերգություն է ուղղակի, սա ասենք խեղճ հայ հասարակությունն էլ գիտեր Նիկոլ Փաշինյանը անցած շաբաթ օրով որոշել էր քաղաքակրթվել, բայց բարձվում է ոչ թե հայ ժողովուրդն է կարողանում սանձել Նիկոլ Փաշինյանի, այլ Facebook-ի ստանդարտները։ Ունենք բազմաթիվ ձերբակալվածներ, քաղաքական բռնաճնշումները, ինչպես դուք նշեցիք, օրորի սաստկանում են, բանը ասել է նրան, որ Փաշինյանը պատերազմ է մղում Սամվել Կարապետյանի պաստառների դեմ արդեն։ Եվ տեսեք, Փաշինյանը ըստ էության փորձ է անում շատերի գնահատմամբ ոչնչացնել այն պոտենցիալ կամ կայացած օջախները դիմադրության, հա։ Սամվել Կարապետյանի մասով, եկեղեցու մասով, ինչ պետք է անի ընդդիմությունը այս պարագայում։ Ընդդիմության անելիքը շատ պարզ է։ Ընդ որում այդ ֆունկցիան կարող են իրականացնել նույնիսկ մի քանի բևեռներով, պարտադիր չի, բոլոր մի դրոշի տակ միավորվում են։ Երկու խնդիր պիտի լուծեն ընդդիմադիր ազդեցիկ բևեռները, հա։
Այդ բևեռներն էլ խոշորացման ճանապարհով կարող են 2 կամ 3 լինել, այնպես չի որ խոսքս տասնյակ բևեռների մասին, հա։ Ակնհայտորեն մենք տեսնում ենք, չէ, խոշորացման միտումներ էլ կան ընդդիմադիր դաշտում, լուծել առաջնորդության խնդիր եւ ծրագրի։ Հավատացած եղեք, եթե առաջնորդությունը կայանա, մարդկանց խումբ կամ լիդեր, որը պատրաստ է ստանձնել պատասխանատվությունը, փոփոխությունները երկրում բավականին արագ կլինեն, որովհետև Նիկոլ Փաշինյանից դժգոհությունը համատարած բնույթ է կրում։ Այլևս ոչ թե հասարակության մի խումբ է դժգոհ, 2 խումբ, այլ համատարած դժգոհություն։ Մի փաստ էլ կա, այս խավարի մեջ մի հատ լուսավոր կետ այնուամենայնիվ կա։ Մենք վերջի 2 շաբաթում 2 անգամ տեսանք, 2 անգամ Սամվել Կարապետյանի տան մոտ եւ Վեհարանի դիմաց, որ ազգային անվտանգության ծառայության կամ իրավապահ մարմինների էլիտար ստորաբաժանումները չեն կարողանում կամ չեն ուզում կատարել Նիկոլ Փաշինյանի հրահանգները։ Ես դրա մասին նաև կցանկանայի խոսել։ Այսինքն սա ինչ է հուշում։ Սա հուշում է մի բան, որ եթե հասարակական դիմադրությունը ավելի մեծ լինի, հասարակական ճնշումը եթե ավելի ուժգին լինի, Նիկոլ Փաշինյանը ուղղակի նրա իշխանությունը կործանվելու է։ Որոնք են հիմա հիմնասյունները այս վարչախմբի։ Ուժայինները։ Այդ դրսի պատվերը նույնիսկ չի աշխատի, համոզված եղեք, որովհետև մի քիչ ֆանտաստիկա չէ պատկերացնել, դե արդեն դա այսինքն վերջը կլինի, բայց դա միայն Նիկոլ Փաշինյանի կամ Թուրքիայի Ադրբեջանի կամքից կախված չէ էլի։ Մի քիչ ֆանտաստիկա պատկերացնել, որ Ադրբեջանի սպեցնազը կամ Թուրքիայի սպեցնազը պիտի գան Երևան Նիկոլ Փաշինյանին աջակցելու, որովհետև ասում եմ, եթե միայն այդ երկուսի ցանկությունից դա լիներ Փաշինյանի, Ալիևի ու Էրդողանի երեքի ցանկությունից գուցե դա էլ տեղի ունենար, բայց այնուամենայնիվ աշխարհաքաղաքական այլ կենտրոններ էլ կան իրենց զսպող դերակատարությամբ, ասենք մեր ռեգիոնում Իրանը, Ռուսաստանը եւ այլն։ Նաև Թրամփի Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշակի իմաստով, հետեւաբար նման սցենար, քանի որ մի քիչ դժվար է պատկերացնել, ես արտաքին ֆակտորը երկրորդական կհամարեի, էլի գործոն է իրան աջակցող, բայց եթե մեր բայց ոչ ոչ, այո, որ պահին հասարակության սուբյեկտությունը մի մակարդակ կբարձրանա, իսկ դա կախված է առաջնորդության խնդրից։ Ուժայինները չեն կատարելու Նիկոլ Փաշինյանի հրահանգները։ Իմ մոտ այդպիսի հաստատուն տպավորություն է ստեղծվել, որովհետև ես ընդդիմադիր պայքարի շատ երկար տարիների փորձ ունեմ, գրեթե 30 տարվա, եւ ես շատ լավ գիտեմ ուժայինները երբ են հաջողվում, երբ են նահանջում, ինչու օրինակ եկեք համաձայնվեք, որ ոչ Սամվել Կարապետյանի տան մոտ, ոչ Վեհարանի բակում այնքան մեծ թվով մարդիկ չկային, որ հնարավոր չլներ, այո, ուժայինները։ Մենք տեսել ենք ինչպես են տասնյակ հազարավորների դեմ բռնություն գործադրում, չէ, Երևանի փողոցում, միայն մի քանի անգամ ենք մեր պատմության մեջ տեսել։ Հետևաբար ժողովրդական լեզվով ասած, այդ իրավապահները վիճ չէին էլ դնում այդ հրահանգները կատարելու հարցում եւ առիթ էին մանգալի տակտիկական նահանջ ապահովելու համար։ Սա շատ լավ ցուցիչ է։ Իսկ եթե հասարակության ճնշումը ուժեղանում է, իրավապահներից շատերը ուղղակի ցանկություն չեն ունենալու ասոցացվելու ռեժիմի հետ։ Մանավանդ մի հավելում էլ անեմ, մանավանդ որ այդ եկեղեցին խմբակի փոքրամասնությանը եթե մի կողմ դնենք, նաև այդ ուժայիններից շատերի համար է շատ թանկ կառույց բազմաթիվ առիթներով, նաև իրենց անձնական։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր քաղաքագետ դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը, ձեզ հետ է Դավիթ Ֆիդանյանը։ Բաժանորդագրվեք Anti-Fake YouTube-յան ալիքին, կհանդիպենք։